Բարև ձեզ հարգելի դիտողներ, YouTube-յանի Մալիք եթերում զրուցելու եմ Հայաստանի Եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանի հետ, ցանկության դեպքում կարող եք բաժանորդագրվել YouTube-յանի Մալիքին։ Բարև ձեզ, պարոն Խզմալյան։ Ողջույն, պարոն Կիրակոսյան։ Պարոն Խզմալյան, օգոստոսի 7-ին տեղի ունեցավ ամենայն հայոց կաթողիկոսի գործով առաջին դատական նիստը, ճիշտ է, դատավորի ինքնաբացարկը հայտնեց, ինչպես հետո պարզ դարձավ պատճառն այն էր, որ նա իր արտոնագիրը վերցրել էր կաթողիկոսի պաշտպան Արա Զորաբյանից։ Դուք այնուհանդերձ ինչպես եք մեկնաբանում, որովհետև անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ է եւ ընդհանրապես առաջին անգամ է ամենայն հայոց կաթողիկոսը վերջին 100-ամյակի ընթացքում դատարանի առջև կանգնում։ Ես եմ հիշում, որ ընդհանրապես աշխարհի պատմության մեջ որևէ երկրում նման բան տեղի ունենար եւ ցավոք սրտի սա արդեն պատմություն է։ Ես հույս ունեի, որ նախընտրական քաղաքական հռետորաբանության արխիվներում այս ամենը կմնա, բայց մենք տեսնում ենք, որ նույն օրվա ընթացքում ես առաջարկում եմ դիտել այս ամենը լայն քաղաքական համատեքստում տեղի ունեցան երկու ողբերգական քաղաքական սխալներ նույն օրը։ Առաջինը այն է, որի մասին դուք ասացիք, եւ չանցնեմ երկրորդին, մինչեւ չփորձենք վերլուծել սա։ Ինչպես էլ վերաբերվենք Գարեգին երկրորդին, այստեղ վաղուց է արդեն պարզ եւ դա պարզ է նաեւ աշխարհին, որովհետեւ մենք տեսնում ենք նաեւ համաշխարհային մամուլի եւ որոշ եկեղեցական կառույցների արձագանքը եւ դա դեռ սկիզբն է, սա նախադեպ բան է եւ այս ամենը դիտվում է որպես հայոց պետության եւ հայոց եկեղեցու բախում։ Այնպես չէ, որ նման բան չի եղել, բայց փորձել ներքին եկեղեցական կանոնակարգին միջամտել աշխարհիկ միջոցներով, սա 21-րդ դարում բավական թարմ հետաքրքիր իհարկե միտք է, փորձում եմ հեգնանքով ասել այդ ամենը, բայց իրականում սա շատ դառն է։ Ես երբեք չեմ եղել Գարեգին երկրորդի երկրպագուն եւ իմ անձնական եւ այլ իմաստներով միշտ խնդիրներ եմ ունեցել, բայց ոչ իմ, ոչ որևէ մեկի, ոչ Նիկոլ Փաշինյանի անձնական կարծիքը տվյալ դեպքում նշանակություն չունի։ Մենք գործ ունենք պատմական եւ քաղաքական մեծագույն սխալի հետ եւ երևի պատահական չէ, որ նույն օրը Նիկոլ Փաշինյանը, որը նախաձեռնեց այս դատական նիստը, ընդհանրապես գործընթացը, արեց երկրորդ ողբերգական իմ կարծիքով սխալը, Qırğızstանում Չոլոնաթա, կարծեմ թե Չոփոնաթա քաղաքում, որտեղ հայտարարեց, որ փաստորեն իր օրոք Հայաստանը չի լինելու Եվրամիության անդամ։ Այդ երկարաշունչ ճառի հիմնական իմաստը դա էր։ Նա հանգստացնում էր ռուսներին, ասելով, որ պետք չէ մտածել, պետք չէ խոսել այդ մասին, մենք ամեն ինչ կանենք, որ դա տեղի չունենա, որ Հայաստանը Եվրամիությանը, Եվրոպային չմիանա։ Եվ կրկնում եմ, պատահական չէ, որովհետև Տեր Աստված պատմությունը հսկայական հումորի զգացում ունեն եւ դա զուգադիպություն պատահական չէ իհարկե։ Ինչ է պատահել վաղարշաբաթի դատարանում։ Պատահել է այն, որ կրկնում եմ, ինչպես էլ վերաբերվենք եկեղեցու ղեկավարին, սա եթե թողնենք մի կողմ բարոյական կողմը, եթե թողնենք իրավական ենթատեքստը, սա շատ վատ է հայոց պետության համար։ Սա մեծագույն վնաս է եւ վտանգ հայոց պետականության համար, որովհետեւ հայոց եկեղեցին մեր պետականության պատմության մեջ առանցքային դեր է խաղում։ Եվ կրկնում եմ, ես միանգամայն օրինաչափ եմ համարում, որ նույն օրը
ինչ կատարվեց այդ ներքին ծանրագույն քաղաքական սխալը, կրկին կատարվեց, պնդվեց խոշորագույն արտաքին քաղաքական սխալը եւ Հայաստանի եվրոպական հեռանկարները կրկին պատած են մշուշով։ Եվ երկու այդ դեպքերը իմ կարծիքով նույն իմաստ կունենան պատմության մեջ։ Սա արդեն պատմություն է, եւ այս օրը սև օր է հայոց պատմության մեջ լինելու։ Պարոն Խզմալյան, իշխանությունները այսպիսի հակադարձում ունեն, ասում են ոչ թե խայտառակություն է այն, որ կաթողիկոսի կարգավիճակ ունեցողը կանգնում է դատարանի առաջ, այլ խայտառակություն կլինի այն, եթե դատարանում հաստատվի մեղադրանքը, եւ բացի այդ նաեւ այսպիսի մեկ հարց. Հայաստանի Հանրապետությունում կան մարդիկ, որոնք վեր են սահմանադրությունից, այսինքն իրենց վրա Հայաստանի Հանրապետության օրենքները չեն տարածվում։ Նման բան չպետք է լինի, բայց դա մենք մի բան է, որը մենք տեսել ենք տարիներ շարունակ եւ տեսնում ենք նաեւ հիմա։ Եթե դուք նկատի ունեք Գարեգին II կաթողիկոսին եւ հարց եք տալի, արդյոք նրա նկատմամբ չպետք է քրեական, վարչական, որևէ այլ իրավական իշխանություն հաստատի պետությունը, ապա ես ընդհանրապես մեկ այլ հարց եմ տալիս որպես քաղաքացի եւ որպես մկրտված հայ առաքելական եկեղեցու միլիոնավոր անդամներից մեկը։ Իսկ ինչպես է որ խիստ եւ զուտ բացարձակապես եկեղեցական կանոնակարգի հարցը, այսինքն այս կամ այն եկեղեցականի քրեականի նշանակումը կամ հեռացումը եկեղեցուց, ինչպես է դա որևէ կերպ տարածվում կամ մտնում Հայաստանի օրենսդրության դաշտ, առավել եւս սահմանադրության։ Ես պարզապես չեմ հասկանում ինչու՞նն է մեղադրանքը։ Եթե այնտեղ մեջբերում են նրա աշխարհիկ մեղքերը Գարեգինի այն, որ նա զավակներ ունի, ապա հազար ներողություն, դա քրեական մեղադրանք չի կարող լինել, մարդը ինչ էլ լինի, կյանք չի խլել, կյանք է տվել։ Դատել դրա համար աշխարհիկ իշխանությունները չեն կարող որևէ օրենքով։ Եթե խոսքը Սարոյան ազգանունով դժբախտաբար այդ քրեականի մասին է, ապա առավել եւս հայոց սահմանադրության եւ օրենսդրության մեջ որևէ ծալք, ելք, որևէ առնչություն չկա, որպեսզի պետությունը, իշխանությունները քրեական իրավական համակարգը միջամտի, այդ կրկնում եմ բացարձակապես։ Հիմա մարդը ասում է, ես աշխատանքից ազատվել եմ, խախտում եմ համարվում, ինչու պետք է ես եւ դուք կարողանանք օրինակ մեր աշխատանքից ազատվելը դատարանում վիճարկել, իսկ եկեղեցու սպասավորը ոչ։ Սա նաեւ խտրական է, ես չգիտեմ այս պատմության մեջ ով է ճիշտ, ով սխալ։ Մի րոպե, այստեղ շատ բարձ է, դա աշխատանք չէ, դա հոգեվոր ծառայություն է։ Եթե մենք ընդունում ենք եկեղեցու գաղափարը որպես այդպիսին, ապա դա աշխատանք չէ եւ մարդիկ դրա համար աշխատավարձ չեն ստանում։ Բայց ստացի ստանում են աշխատավարձ։ Կրկնում եմ, նրանց ներքին պայմանավորվածությունները մեր գործը չէ։ Եկեղեցու ներքին կանոնադրությունը աշխարհիկ, եթե դա աղանդ չէ, որի կանոնակարգի մեջ մտնում են զոհաբերություններ, սպանություններ կամ չգիտեմ այլ խախտումներ կամ մարդու կյանքի առողջության դեմ, արժանապատվության դեմ ինչ-որ ծեսեր, որքան հասկանում եմ նման բան չկա։ Պես որ այս քրեականը պետական աշխատող չէ։ Հետևաբար նրա հարաբերությունները եկեղեցու հետ, դա նրա եւ եկեղեցու հարաբերություններն են, որի մեջ որևէ իմ կարծիքով պետական մարմին չի կարող։ Եթե նրան այնտեղ սեռական
ոտնձգությունների ենթարկեին կամ դալիներ խնդրու առարկա նման բաներ եկեղեցիներում պատահում են մենք կաթոլիկ եկեղեցում հազարավոր նման դեպքեր ողբերգական լսել ենք եթե նրան այնտեղ սպառնային եթե նրան չգիտեմ կողոպտեին դա քրեական հարց կլիներ իսկ այն որ նրան պարզապես հեռացնում են եկեղեցու ներսի կառույցից դա աշխարհիկ իշխանությունների հետ որևէ առնչություն չունի եւ դա այդքան ծիծաղելի է, այդքան պարզ է, պարզունակ է, որ մենք ընդհանրապես մեր թշնամիներին ծիծաղելու, հռհռալու նոր առիթ ենք տալիս։ Ինչ է կարծում, ինչ ընթացք ունենա ամենայն հայոց կաթողիկոսի նկատմամբ այս գործ, օրինակ դատավորներից մեկ ինքնաբացարկ հայտարարեց, ինչքանով էր իր հիմնավորումը տեղին կամ էական, բայց այնուհանդերձ մեկ դատավոր արդեն հրաժարվեց եւ դա փաստ է։ Գուցե նա իր հրաժարվելը փորձեց այդպես մատուցել այլ ուշադրության կենտրոնում չհայտնվելու, չթիրախավորվելու համար, բայց ինչ է կարծում, էլի դատավորներ կլինեն, որ կհրաժարվեն, թե այնուհանդերձ կգտնվեն մարդիկ, որ այս գործը առաջ կտանեն։ Միշտ կարելի է գտնել ցանկացած տականք սրիկայի, բայց ինձ այստեղ բոլորին ուրիշ հարց է հետաքրքրում։ Ես ոչ իրավաբան եմ, ոչ իրավապաշտպան, ես քաղաքական կուսակցության ներկայացուցիչ եմ։ Եվ ինձ այստեղ հետաքրքրում է այս ամեն ինչի նախ եւ առաջ քաղաքական եւ աշխարհաքաղաքական կողմը, ինչը ցավոք սրտի շատ ծանր է նստելու մեր երկրի վրա եւ այս գործընթացը տապալված է ի սկզբանե, որովհետեւ դա խարխլում է համակարգը, որի մասն է կազմում եկեղեցին։ Եկեղեցին պետության մասն է կազմում եւ մեր սահմանադրության մեջ ճիշտ է դա թե ոչ ուրիշ հարց է, բայց օրինակ արտասահմանից եկող հայերի քաղաքացիության չափանիշներից մեկն է նրանց մկրտված լինելը եւ պետությունը, ինչը իմ կարծիքով շատ տարօրինակ չափանիշ է եւ ես միշտ դեմ եմ դրան եղել, բայց այնուամենայնիվ դա օրենք է եւ ցանկացած սփյուռքահայ կամ որևէ տեղից եկած հայը առնչվում է այդ խնդրին եւ նա փաստորեն եկեղեցուց տեղեկանք է բերում կամ նրանից նման տեղեկանք են պահանջում, որպեսզի նա ստանա Հայաստանի քաղաքացիությունը։ Տեսեք, որքան է այդ երկու համակարգերը սերտացած։ Բայց այստեղ մի ուրիշ բան է, քանի որ մենք քրիստոնյաներ ենք, գոնե կոչվում ենք այդպես եւ մկրտված ենք, ես չեմ կարող չհիանալ այս առումով ու կրկին ճակերտներում եմ փորձում խոսել Նիկոլ Փաշինյանի հրաշագործությունների վերաբերյալ։ Եթե Հիսուս Քրիստոսը իր բազմաթիվ հրաշքներից միայն մեկում կարողացավ մեռած մարդուն կենթանացնել, դա Սուրբ Ղազարոսն էր, եթե չեմ սխալվում, ապա Նիկոլ Փաշինյանը կարողացավ մի շարք քաղաքական դիակների վերակենդանացնել։ Եվ եթե 25 տարի շարունակ Գարեգին երկրորդի հասարակական վարկանիշը մեղմ ասած շատ ցածր էր եւ նա երևի այն կաթողիկոսներից մեկն էր, եթե ոչ միակը, ում պատկերը դիմանկարը դուք չեք տեսնի որևէ հավատացյալի պատերին եւ դա շատ խուսում բան է, մինչեւ հիմա Վազգեն կաթողիկոսի անգամ Գարեգին առաջինի պատկերները կարելի է տեսնել հավատացյալների մոտ, բայց Գարեգին երկրորդի պատկերը մինչև վերջերս չկար։ Նիկոլ Փաշինյանը իր գործունեությամբ վերակենդանացրեց Գարեգին երկրորդին, նա մարտիրոս դարձրեց նրան, նա հերոսացրեց նրան։ Նույնը փաստորեն կատարվեց եւ մի շարք այլ մարդկանց հետ, Լևոն Տեր-Պետրոսյանի պես քաղաքական դիակի վերակենդանացումը դա Նիկոլ Փաշինյանի ակնհայտ սխրանքն է, Գագիկ Ծառուկյանը, որի վարկանիշը հանրության մեջ նույնպես շատ ցածր էր, բայց հիմա նա փաստորեն կրկին չգիտեմ, հեղափոխական է, հերոս է, դիմադրության եւ կրոնի առաջնորդ եւ այլն։
ես կարող եմ շարունակել այդ շարքը, բայց բավական է ասել փաստորեն, որ այս առումով Նիկոլ Փաշինյանը Հիսուս Քրիստոսից կարելի ասել անցավ գնաց, տվեց անցավ ավելի ճիշտ, որովհետև նա վերակենդանացրեց մի շարք դիակների՝ ի տարբերություն Քրիստոսի, որովհետև ես հասկանում եմ, որ դա սրբապիղծ հայտարարություն է, բայց Նիկոլ Փաշինյանը ինքն է մտել այս դաշտ, նա սաղմոսներ է անընդհատ մեջ բերում, նա որոշ ժամանակ ամեն կիրակի օրը պատարակների էր մասնակցում, հիմա կարծես չի մասնակցում։ Ընտրություններից հետո սկսել է գնալ ու աղակի շքախմբով չի գնում, լայվեր չկան, աչքի չի գնում շատ, բայց ինքը ռիլներ տեղադրում է։ Հասկանալի է։ Ես չեմ հետևում, շնորհակալություն, որ տեղեկացրիք։ Տեսեք, բայց դուք որ ասում եք Գարեգին երկրորդը ինչ որ անձանց մոտ այսպես հեղինակություն ձեռք բերեց կամ սկսեցին պաշտպանել Ծառուկյանը եւ այն մյուսը, դա չեն անում նրանք քաղաքական շահերով պայմանավորված, որովհետեւ օքեյ, ես քեզ դեմ եմ, այս մարդու նկատմամբ ցանկացած մեկի նկատմամբ լոյալ վերաբերմունք ունեմ, այ բայց որ դու իրեն ճնշում ես, ես քեզ դեմ լինելով կանգնում եմ նրա կողքը, որովհետև այդպիսով քեզ դեմ լինողները շատանում են, հա, այդպիսի հարց չկա այս դեպքում։ Միգուցե, բայց սա շատ ավելի պարզ եւ խորը գրեթե բնազդային եւ շատ մարդկային արձագանք է, մարդկանց մեջ դրված է այդ եզակի ու հույակապ տենց բնութագիրը, գիծը, մարդիկ հակված են պաշտպանել հալածյալին, հալածվողին, եւ եթե հալածվողը եկեղեցական է, ապա մարդը, որը հայտնի էր հիմնականում շինարարական ինչ-որ խարդախ գործարքներով, այդ ամենը թափվեց միանգամից, այդ մասին ոչ ոք հիմա չի էլ խոսում, դա հետաքրքիր չէ։ Նա այնուամենայնիվ խորհրդանիշ է, եւ նրա վեհը, նրա խաչը, նրա գավազանը, նրա գահը, նրա պաշտոնը, այդ ամենը հիմա սերտաճել է նրա կերպարի հետ, եւ մարդիկ գնալով ավելի ու ավելի համախմբվելու են նրա դեմ, եւ այստեղ կրկնում եմ, այստեղ այդքան էլ կարեւոր չէ Գարեգին երկրորդի քաղաքական չգիտեմ ոնց ասեմ դա ենթատեքստը այդ եթե ճիշտ է այն, որ նա հատուկ ծառայությունների հետ էր կապված, շատ հնարավոր է, որովհետև չմոռանանք, որ ընդհանրապես եւ հայոց, եւ ռուսաց, եւ վրաց եկեղեցիները Խորհրդային Միության տարածքում բոլոր եկեղեցիները արգելված էին Լենինի կողմից եւ միայն 42-3 թվականի ձմռանը Ստալինգրադյան ճակատամարտի օրերին Ստալինը որոշեց հայրենասիրական ինչ-որ ոգի հաղորդել ժողովրդին եւ վերակենդանացրեց եկեղեցական կյանքը, բացեց տաճարները եւ նշանակեց իհարկե հատուկ ծառայությունների վերահսկողության տակ բոլորին, այդ թվում նաեւ Վազգեն կաթողիկոսին, դրա մասին գիտեն բոլորը, ում պետք է, ում դա հետաքրքիր էր, այսինքն այստեղ մեծ սենսացիա չկա եւ քանի որ կառավարության մեջ վխտում են նույն հատուկ ծառայությունների հետ կապված մարդիկ, այսինքն այստեղ սևեր ու սպիտակներ չկան, այդ ամենը գորշ մի խառը պատկեր է եւ դա էլ են մարդիկ այլևս անտեսում, դա էլ են մոռանում են շատ ու շատ խայտառակ բաներ, որ ասենք ինչպես էր Գարեգին երկրորդը իրեն պահում այս դրվագում, այն դեպքում պատերազմի ժամանակ, ուկրաինական պատերազմի ժամանակ, ինչպես էր նա գցնում Պուտինին, եթե նման բան ասվի, նույն վարքյանին մարդիկ ասեն, բայց Փաշինյանը նույնը չի անում արդյոք։ Այսինքն այստեղ
ինչը ինչի հետ ենք մենք համեմատում։ Համեմատում են բոլորովին այլ բաներ։ Անկամ երբ որ մարդիկ ֆուտբոլ են նայում, որը չի վերաբերում իրենց, ասենք համաշխարհային առաջնության ֆուտբոլային խաղը, ենթագիտակցաբար մարդիկ գերադասում են երկրպագել թույլ թիմին, որովհետև դրա մեջ կա ինչ-որ խորը մարդկային բնաստ։ Եվ հիմա կրկնում եմ, այդ հալածանքները եկեղեցու դեմ մեծապես ամրապնդելու են հայոց եկեղեցու խարխլված դիրքերը հայոց աշխարհում, մեր կենցաղում, պատմության մեջ, միգուցե ամբողջ իմաստը այս ամեն ինչի հենց դա կլինի, անսպասելի շատերի համար, բայց ես վստահ եմ, որ ամեն օրը կբերի իմ ասացի ապացույցներ։ Պարոն Խզմալյան, անդրադառնանք Փաշինյանի այցին, դուք նշեցիք, որ Փաշինյանի ամբողջ ելույթի իմաստն այն էր, որ նա ասում է մենք ԵԱՏՄ-ից չենք հեռանում, բայց նա շեշտել է սահմանափակումներն ու խոչընդոտները վերացնելու մասին, Միշուստին ինչ հետևություններ կանի Փաշինյանի ելույթից։ Ոչ մի, դա եկեք չխառնենք սակարկումը քաղաքական որոշումների հետ։ Պատժամիջոցները, սահմանափակումները դա տնտեսական հարց է, դա քաղաքական հարց չէ։ Եվրամիությունը միանգամից ասաց եւ որքան քիչ խոսեն, որքան էլ քիչ խոսեն այդ մասին Հայաստանում եւ լրագրողները դրան չեն անդրադառնում, Եվրոպան շատ հստակ եւ ամենաբարձր մակարդակով Ուրսուլա ֆոն դեր Լայենից սկսած հաստատեց, որ ամեն ինչը, ինչ Ռուսաստանը Հայաստանից չի գնելու, Եվրոպան գնելու է։ Անկամ եթե դա պետք չէ, ինչպես Նիդերլանդներին պետք չեն հայկական ծաղիկները, բայց էտել էին ասում, հա մենք կառնենք, խնդիր չկա, մենք ձեզ կաջակցենք։ Այն որ ասում են թե բա մենք Եվրոպայի հետ սահման չունենք, մենք ԵԱՏՄ-ի հետ էլ սահման չունենք, երկու կառույցների հետ էլ Հայաստանը առնչվում է Վրաստանի միջոցով եւ ասենք Փոթից Լաստանավը կարող է գնալ կամ դեպի արևմուտք, Ռումինիայի Կոնստանցա կամ Բուլղարիայի Վարնա կամ Օդեսա ուկրաինական, կամ գնա արևելք դեպի Ռուսաստան։ Դա է ընտրությունը անում է հայկական կողմը, եւ այստեղ հայկական կառավարությունն է արել այդ ընտրությունը, եւ ունենալով բազմաթիվ հոյակապ հնարավորություններ միանալ Եվրոպային, փրկել Հայաստանը ռուս-թուրքակ ադրբեջանական ճնշումներից, սպառնալիքներից եւ փաստորեն փրկել դրանով մեր երեխաների ապագան, խաղաղություն հաստատել, որտեղ խաղաղությունը անհնար է, եթե մենք չլինենք հզոր ռազմաքաղաքական դաշինքում, ինչպիսին է Եվրամիությունը։ Այնուամենայնիվ մենք տեսնում ենք, որ Հայաստանի կառավարությունը առաջնորդվում է մի քանի օլիգարխների, այսինքն ամենախոշոր հարկատուների շահերով։ Ըստ երևույթին այդ մարդիկ, ովքեր դեպի Ռուսաստան արտահանում են կամ ավելի ճիշտ վերավաճառում են արգելված ապրանքները, որոնք ռուսները վերածում են զենքի եւ սպանում են ամեն օր անմեղ ուկրաինացիներին, այդ ամենը հայոց կառավարության համար ավելի կարևոր է եւ շահավետ է, քան Եվրոպայի հետ հարաբերությունների ընդլայնումը, հաստատումը եւ Հայաստանի եվրոինտեգրումը։ Այդպես որ եւ եկեղեցու դերում, եւ հարցում, եւ արտաքին քաղաքականության հարցում այս օրերը, այս ժամերը ողբերգական սխալների, ես այստեղ սխալ բառն եմ օգտագործում, որտեղ կարծեմ դիվանագիտության պատմության մեջ Թալեյրանը մի անգամ Նապոլեոնին ասել էր, սա ավելի վատ է, քան հանցագործություն, ձեր մեծություն, սա քաղաքական սխալ է։ Ուրեմն սա սխալ է եւ քաղաքական սխալները ավելի ծանր են նստում պետությունների վրա, քան հանցագործությունները։ Այսինքն որևէ փոփոխություն չի լինելու այս ռուսական պատժամիջոցների առումով։ Չէ, իրականում այդ պատժամիջոցները շատ հարաբերական են եւ ասենք երբ որ պետք էր
ուղղակի վաճառվում էր ապրանքը Վրաստանին, Վրաստանից արդեն վերավաճառվում էր Ռուսաստանին, այսինքն այս ամենը թատրոն է, հավատալ դրան պետք չէ, ընդ որում Ռուսաստանի բաժինը պաշտոնական տվյալներով հայկական առևտրի մեջ կտրուկ իջել է, հասել է 21%-ի, կարծեմ 27-ից 21, շնորհիվ նրա, որ խոշորագույն ծավալները 24 թվականին, 23-24 թվականին դա 111 տոննա ոսկի էր մաքսանենք կերպով Հայաստանի միջոցով վաճառված, հիմա դա բջջային հեռախոսներ, համակարգիչներ եւ հեռուստացույցներ են, որոնք Հայաստանը գնում է արևմուտքում վերավաճառում է Ռուսաստանին, որպեսզի այնտեղից միկրոսխեմաներ հանվեն եւ դրվեն ռուսական հրթիռների վրա, այդ ամենը նվազում է, որովհետեւ պատժամիջոցները սկսում են աշխատել նաև Հայաստանի դեմ, այսինքն Հայաստանը դժվարությամբ է հիմա ստանում արևմուտքից այն ապրանքները, որոնք առաջ ստանում էր անխոչնդոտ։ Արևմուտքը այդ մասին չի ուզում խոսել, որովհետև ինչպես ասում են, մտնում է Հայաստանի վիճակի մեջ, բայց իրենք ոչինչ չեն մոռանում եւ ինչպես պատժել են վրացական երազանքը, այդպես էլ հավաքում են տեղեկություններ նաև հայկական մղձավանջի մասին եւ ես վախենում եմ օրը կգա, երբ որ այդ ամենը մեր գլխին կթափվի, ինչպես հիմա թափվում է վրացիների գլխին։ Պարոն Խզմալյան, հետևում եք նոր խորհրդարանի աշխատանքներին, ինչ կարծիք ունեք, որոշել են բարեկիրթ երևալ, ճիշտ է մի քիչ ընկալելի չէ, որ հասուն մարդիկ, կրթություն ըստ իրենց դիպլոմների բարձրագույն կրթություն ստացած մարդիկ հայտարար պայմանավորվածություն են ձեռք բերում բարեկիրթ լինելու հետ կապված, որովհետև այդպեսին լինում են, դա պայմանավորվածության արդյունք չի լինում, բայց այնուհանդերձ որոշել են տարբերվել, չհայոյել իրար, անձնական դաշտ չմտնել, ունենալ սուր ելույթներ քաղաքական բովանդակային։ Ինչ է կարծում, երկար կյանք կունենա նման խորհրդարան Հայաստանում, հավատալի է։ Դուք երկու հարց տվեցիք։ Երկար կյանք կունենա նման խորհրդարանը, թե ոչ, դա մի հարցն է, երկրորդ առաջինը այն է, ինչպես գնահատել այդ պայմանավորվածությունները։ Պայմանավորվածությունները չեն ստացվի եւ կյանքի չեն կոչվի, որովհետեւ խորհրդարանը մեզանում կատարում է այդ կրկեսի ցուցքի թամաշայի դերը, դրա համար էլ ստեղծվել է խորհրդարանը նոր չէ, խորհրդարանը գրեթե նույնն է ինչ 21 թվականին ստեղծված խորհրդարանից մեծ հաշվով 96 թվականի խորհրդարանի ուղիղ տրամաբանական շարունակությունն է, դա 30 տարի շարունակ չի ներկայացնում հայ ժողովրդի եւ հայոց պետության շահերը, դա ներկայացնում է այն 90-ականներին ստեղծվող, իսկ հիմա արդեն կարծրացած ստեղծված օլիգարխիկ մի քանի կլանների շահերը, այդ կլաններն են իշխում Հայաստանում, այդ կլանները թելադրում են արտաքին եւ առավել եւս ներքին քաղաքականություն, իրենք մրցում են իրար մեջ, իրանք պայմանավորվում են միմյանց հետ։ Ես որպես կինոռեժիսոր նախկինում հիշում եմ, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին ֆիլմերը հաճախ օգտագործում են այդպիսի դրվագ, հայկական ֆիլմերում էլ ֆիլմերից մեկում էլ կար դա, ինչպես է սկսվում պատերազմը, Մհեր Մկրտչյանի հերոսը մտնում է թատրոն, որտեղ ինչ որ կատակերգություն է գնում եւ գոռում է ժողովուրդ, պատերազմ է սկսվել։ Եվ բոլորը ծիծաղում են, կարծելով, որ սա ներկայացման բեմադրության մաս է։ Նա նորից է ասում ողբերգական իր դեմքով պատերազմ է, մարդիկ, ու էլի բոլորը հռհռում են, այ խորհրդարանը հայկական հիմա նման է այս թամաշա անող թատրոնին եւ հանդիսատեսներին, երբ որ մեր դուռը թակում է ահռելի շատ տագնապալից մարտահրավեր, մի քանի մարտահրավերներ, իսկ մենք ձեզ հետ նստած քննարկում ենք ինչ ենք մենք քննարկում
ծիծաղել է անգամ։ Այն ինչ տեղի Այդքան ունենում բան է։ մեր երկրում դա են քննարկում։ Երկրում դա չէ, որ տեղի է ունենում։ Երկրում, կրկնում եմ, տեղի են ունենում աշխարհաքաղաքական process-ներ եւ հայ ժողովրդին պետք է փրկություն, հայ ժողովրդին պետք է խաղաղություն, հայ ժողովրդին պետք է կանխատեսելի ապագա մեր երեխաների համար։ Ես տեսնում եմ, որ երկու ողբերգական զուգահեռ գործընթացներ են գնում փախստականների մուտքը Հայաստան եւ հայերի ելքը Հայաստանից, միգրացիան։ Մեր աչքի առաջ փոփոխվում է ոչ միայն սոցիալական քարտեզը, ինքնությունը հայերիս փոխվում է, որովհետեւ խիղճ ունեցող, ճաշակ ունեցող, արմատներ ունեցող, արժանապատվություն ունեցող մարդիկ կամ մահանում են երիտասարդ հասակում։ Ես կարող եմ թվարկել բոլորիդ հայտնի անունները, որոնք հեռացան մեզնից այս վերջին տարիներին, կամ հեռանում են երկրից։ Նրանց փոխարեն գալիս են բոլորովին այլ մարդիկ, ստանում են հայկական անձնագրեր, ռուսներ են գալիս, փախստականներ են գալիս։ Մեր փոքրիկ տապանը խառնված է, խառնաշփոթ է եւ մենք ոչ թե դեպի Արարատ են գնում փրկության համար, այլ Եվրոպա գնում ենք իսիկուլով։ Արդյոք Ղրղստանի, ինչպես սովետական ժամանակ, մենք պետք է Արարատ գնանք դեպի։ Մենք Արարատ ենք, մենք ինքներս, մեր երկիրը Արարատյան թագավորություն է, մենք ինքներս տապան ենք, երկիրը տապան է, այո։ Այդ առումով մենք ոչ միտեղ Արարատից չենք կարող։ Փոխաբերական իմաստով էիք ասում Արարատը, թե Ոչ այնքան փոխաբերական, որովհետև մենք կանք այնքան ժամանակ, որքան Արարատը մերն է։ Եթե մենք այլևս չզգանք Արարատը մերը, որպես մեր ինքնության խորհրդանիշ, այստեղ արդեն մենք չենք լինի, կլինեն ուրիշ մարդիկ։ Լավ, պարոն Խզմալյան, Մատվիենկոն ասում է, որ համատարած Ռուսաստանի քաղաքացիներ են ձերբակալվում եւ մենք խորհուրդ կտանք զբոսաշրջիկներին այլևս Հայաստանը չընտրեն որպես ուղղություն։ Դուք տեսել եք նման կամ ձեզ ինչի մասին է խոսում Մատվիենկոն, համատարած ռուսների են ձերբակալում Հայաստանում։ Ես sense դա եմ ասել իմ նախորդ մեկնաբանության մեջ, որ ռուսները փախչելու են եւ արդեն փախչում են, երկրորդ մեծ ալիք է գալիս, որովհետեւ նույն Մատվիենկոն ուղիղ ասել է, որ զորակոչը անխուսափելի է։ Այս կամ այլ կերպ իրենք անում են դա, Պուտինը չի կարողանում արդեն ընդհատել պատերազմը, նա իր խենթության, ագահության պատանդն է եւ ռուսները փախչում են ու Հայաստանը ամենահեշտ բաներից մեկն է, տեղերից մեկը, որտեղ կարելի է մտնել։ Այդպես որ այո, մենք հիմա Երևանով քայլեք երեկոյան, դուք ավելի շատ ռուս կտեսնեք, հնդիկ, իրանցի, քան հայ։ Եվ սա նույնպես մի հարց է, որը մենք ձեզ հետ չենք քննարկում, մենք խոսում ենք այն ով ինչ ասեց, ով ոնց նայեց խորհրդարանում, կարծես թե դա որևէ նշանակություն ունի մեր ազգի, մեր երկրի համար։ Բայց Մատվիենկոն ում նկատի ուներ նման համատարած ձերբակալություն ասելով։ Նա ասել է, որ Ռուսաստանից զանգվածային փախուստ է, իրենք դա արդեն չեն կարող թացնել, եւ որպես սենատի խոսնակ ասում է, որ ինչու են անդադ Հայաստանի անունը տալի, որովհետեւ Հայաստան ռուսները կարող են մտնել ներքին անձնագրերով, իրենցից մեծ մասը արտասահմանյան անձնագրեր չունի, իրենց մոտ երկու անձնագիր է, ինչպես առաջ սովետական շրջանում եւ Հայաստանը, Ղազախստանը ու կարծեմ 2-3 այլ երկրներ միակ տեղերն են, որտեղ ռուսները այո, այսինքն իրենք փորձում են ընդհատել ռուսների փախուստը դեպի Հայաստան, Հայաստանի միջոցով այլ երկրներ, բայց այն որ Հայաստանը արդեն լցված է այդ փախստականներով, դա կնհայտ է եւ սարսափելին այն է, որ հայերը չեն գալիս այն չափով ինչքանով պետք է որ գան, Ռուսաստանի հայերը ահավոր տագնապալից եւ վտանգված վիճակում են ու ինչպես Բաքվում Սումգայիթից հետո չէին հավատում, որ դա կհասնի իրենց,
Հիմա էլ նույն վիճակն է Ռուսաստանի հայերի մեջ։ Իսկ Մեր իրենք այստեղ պետությունը ապահով են, վտանգ չկա, որ Հայաստանը նրանց կարտահանձնի Ռուսաստանին։ Ես Հայաստանի իշխանության մաս չեմ կազմում, որ ասել, բայց իրենք ապահով են գոնե նրանով, որ իրենց այստեղ հայրենիքն է սպասում։ Հասարակությունը չի Չէ, սպասում։ ես ազգությամբ ռուսներին նկատի ունեմ։ Դուք ազգությամբ ռուսն եք։ Դե առայժմ նման դեպքեր գրեթե չի գրանցվել եւ բարեբախտաբար Հայաստանն այդ առումով չի գնում նման ստորությունների։ Մարդիկ իրավունք ունեն փախչել մահից եւ պատսպարվել, դա է մեր պատմական առաքելությունը։ Հայաստանը միշտ եղել է նոյան տապան եւ ողջ մարդկության համար եւ ասենք Հանիբալի համար, Միհրդատի համար, եզդիների, հույների, հիմա նաեւ ռուսների համար, այդպես որ այստեղ նոր բան չկա։ Մենք Շնորհակալ եմ։ կատարում ենք մեր պատմական առաքելությունը։ Շնորհակալ եմ նաեւ ձեզ։